Բարեօր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք հուզում են կամ պետք է հուզեն հասարակությանն, այսօր ինչպես ամեն ուրբաթ մենք խոսելու ենք միայն եւ բացառապես մշակույթից, այն ամենից, ինչ կապված է մշակույթի հետ եւ մեր վերաբերմունքի հետ առ մշակույթ եւ այսօր իմ զրուցակիցն է դերասան Սերժ Ավետիքյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Ավետիքյան, մենք վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տարբեր առիթներով ամեն ուրբաթ խոսել ենք մշակույթից, խոսել ենք թատրոնից մասնավորապես, չենք խոսել կինոյից։ Հիմա ինչու եմ ես այսօր ուզում խոսել նաև կինոյի մասին, որովհետև տեսեք, թատրոններում ես գիտեմ, որ հայաստանյան թատրոններում նկատի ունեմ, կա որոշակի աշխուժացում, ներկայացումներ, անշլագներ են, պահանջված է թատրոնը, բայց թատրոնը, եթե խորհրդային լեզվով ասենք, դա մասսայական արվեստ չէ։ Թատրոնը այսպես սիրողի համար է եւ ամեն մեկը չի գնա թատրոն, ամեն մեկը չի հետեւի, ամեն մեկը խորամուխ չի լինի այնտեղ ինչ է կատարվում։ Այդ իմաստով կինոն շատ ավելի մասսայական է, շատ ավելի այդ իմաստով ավելի ազդեցիկ է, ազդեցության մարդկանց բանականության, գիտակցման եւ գիտակցության վրա։ Բայց Հայաստանում կինոն կատաստրոֆիկ վիճակում է։ Ես սա պնդում եմ եւ դա պնդում եմ տարիներ շարունակ։ Ինչու է այդպես։ Ըստ ձեզ։ Գիտեք, իհարկե ինչ որ թատրոնի մասին եք ասում, մնում է ուժի մեջ, բայց հասկանալով, որ թատրոնը այնպիսի մի արվեստ է, որը ոչ թե մասսայական չի, այլ ռեալ ժամանակ օգտագործող արվեստ է։ Ուզում ասել, որ ներկայի մասին է խոսքը։ Հանդիսատեսը ներկա է դերասանների հետ միասին նույն տեղում, նույն տերիտորիայում, իմանալով, որ կարող է ինչ-որ բան պատահի։ Ինչ-որ բան այն չլինի կամ եւ թատրոնը կարծես չի մահանալու այս տարբեր նոր տեխնոլոգիաների AI-ի միջոցով եւ այլն։ Իսկ կինոն վտանգի տակ է եւս հենց այդ պատճառով, որ ինքը ինդուստրիալ եւ մասսայական արվեստ է եւ վերջացված արվեստ է հանդիսատեսի համար։ Ներկայի մասին չի խոսքը, ինքը իր ժամանակն է թելադրում իր ոճում։ Ինչու Հայաստանում կինոն լավ վիճակում չի, իսկ եղել է խորհրդային ժամանակ ոչ վատ վիճակում։ Ինչու Պարաջանով ենք ունեցել, Փելեշյան ենք ունեցել, Մալյան ենք ունեցել, Դովլատյան ենք ունեցել, այդքան հեռու չի։ Իսկ ինչու այսօր չկան այդպիսիներ։ Իհարկե ժամանակը փոխվել է, կինոարտադրությունը ավելի բարդ է, ավելի թանկ է եւ այլն։ Բայց կա եւս process-ի հարցը, որը չի կարողանում տեղի ունենալ իսկապես։ Ես հիմա հանդիպումներ ունեմ երիտասարդ պրոդյուսերների հետ։ Կան մի քանի երիտասարդ պրոդյուսերներ, որոնք իսկապես հասկանում են, թե ինչ է պետք անել, որպեսզի կինոն տեղից շարժվի։ Դա նշանակում է կոպրոդուկցիա ուրիշ երկրների հետ, անպայման։ Ինչու՞, որովհետև Հայաստանը չունի ներսին շուկա։ Եվ ինքը չի կարող, ասենք, ներդրում անի մի ֆիլմի համար լիովին ձևով չի հերիքի դա, որտեվ ներսին շուկան երբեք չի կարող վերադարձնել այդ գումարը։ Այդ մեկ, երկրորդ, կար կինոկենտրոն, պետական կինոկենտրոն, որը դարձել է կինոֆոնդ։ Ինչ է նշանակում կինոֆոնդ։ Նշանակում է ոչ միայն պետական աջակցություն որոշ գումարով, այլ ֆոնդ, որը կարող է օգտվել եւս սեփական ներդրումներից, բայց որ սեփական ներդրումներից པարզ չի։ Ոչ մի չեմ լսել դեռ, որ սեփական ներդրումներ լինեն այդ ֆոնդի հանդեպ այսօր։ Կարողա չգիտեմ, բայց չեմ լսել։ Ես էլ չեմ լսել։ Եվ ուրեմն չկա։ Իմ կարծիքով, որտեվ դա ոնց ասեմ, ոչ թե սխալ, այլ տարօրինակ process է։ Եվ ես հասկացա երիտասարդ ռեժիսորների ոչ միայն ռեժիսորների, այլ պրոդյուսերների միջոցով, որ առաջին պայմաններից մեկն էր, որ եթե դուք ստանում եք կոմիսիայի միջոցով կինոֆոնդից օգնություն, պետք է այդ գումարը վերադարձվի կինոֆոնդին, երբ որ ֆիլմը պրոկատ է դուրս գալիս։ Ֆրանսիայում էլ է այդպես, բայց ոչ թե վերադարձվի առաջինը իրեն, առաջինը պրոդյուսերին եւ պրոկատչիկին է գնում
Եվ նորմալ է իրենք են ներդրում արել։ Իսկ պետական գումարները իհարկե կարող են տոկոսային process-ով վերադառնալ, եթե ֆիլմը ունի հաջողություն։ Այս բոլորը մեկ կողմ դնելով, որը արդեն արգելք է իսկապես զարգացնել կինոն երիտասարդ ռեժիսորների համար, կա եւս մի քանի ուրիշ թերություններ, որոնք ես աչքովս եմ տեսնում, որովհետեւ կարդում եմ սերիալներ հայերեն լեզվով, ինձ առաջարկում են իբրև դերասան։ Ցավակցում Կարդում եմ սերիալներ, ոչ այն սերիալները, որոնց մասին ավելի որակով, ինչպես ասենք, բաններ, անատոլիական պատմություններ, ասենք, իբրև ոչ վատ սերիալ, որովհետև սյուժետն էր ուժեղ։ Այստեղ կա եւս մի սերիալ հիմա, որ սյուժետը շատ ուժեղ է, 70-ական թվականներն են, այն ժամանակվա արվեստն է, մարդիկ են, խորհրդայինի ժամանակվա, հետաքրքրում է դա, եւ կապն է սփյուռքի հետ եւ այլն։ Տեսնենք կլինի թե չի լինի։ Բայց կինո արվեստը նշանակում է առաջին պարտիտուրա սցենար գրել, որը պետք է լինի արդեն այնպիսի պարտիտուրա, որ լինի համամարտկային մոտեցում հանդիսատեսի համար, թե ինչու ես դու կարող ես քո հողի մասին խոսել, քո բաժակի մասին խոսել, քո ջրի մասին խոսել, բայց համամարտկային լեզվով, որ հասանելի լինի, որ հասկանալի լինի եւ ունենա այնպիսի մի ոճ, որը չի տարբերվում շատ ոչ թե մոդայական ոճերի, այլ կինոյի ոճին, որը ունի Արարատ ֆիլմի նման մոտավորապես այդ Ինչպես նկատի ունենք։ Արարատ ֆիլմի նման Էգոյանի։ Էգոյանի, չէ, Արարատ ֆիլմը Էգոյանի հետ ես խոսել եմ երկար ժամանակ, առաջիններից եմ եղել, որ նայել եմ։ Էգոյանը մի բան ինձ խոստովանեց, որ չէր պատկերացնում եւ չէր հասկացել, որ հանդիսատեսը չի հասկանալու, որ ազնավուրի դերը, որ ռեժիսորի դերն է, որ ֆիլմ է նկարում ցեղասպանության վրա, վատ ռեժիսորի դեր է։ Ինչու, որովհետեւ Էգոյանը ուզում էր ասել, որ մինչև որ մեր ցեղասպանությունը չընդունվի անողի կողմից, մենք չենք կարողանալու այդ պաթոլոգիայից դուրս գալ եւ նկարել այնպիսի ֆիլմ, որ մաչելի լինի ուրիշի միջոցով, որտեղ մենք միշտ պետք է ապացուցենք, որ դա եղել է պատմելուց առաջ։ Նույն բանն են գրքերում։ Նախ պետք է ապացուցես, որ դա իրականություն է, հետո ես պատմում ինչ-որ պատմություն։ Պատմությունը պատմի, բայց ինքը ընդունված չի, ուրեմն պաթոլոգիկ ձևով ստեղծագործողը մնում։ Ատոմը ընդունեց իմ քրիտիկը ասելով, ես համաձայն եմ, որ այնպես չեմ արել այնպես, որ հասկացվի, որտեվ թեման մի քիչ բարդոտ էր։ Չէ, այնտեղ Վերնոյի ֆիլմը վերցնենք, եթե ուզում եք Մայրիկը։ Մայրիկ գիրքը շատ լավ գիրք է, ես կարծած ինքն էր նվիրել ինձ, կարծացել եմ։ Բայց երբ որ ինքը սկսեց սпасել տարիներ, որ գտնի պրոդյուսեր, որպեսի ֆիլմ անի եւ դրա շարունակությունն անի, արդեն ինքը ծերացել էր։ Ես նկարվել եմ այդ ֆիլմում, տեսել եմ ինքը ինչ վիճակում էր, ոնց էր անում, այն Վերնոյը չէր, որ կարողանում էր ամեն ինչ գցել, բռնել, այնպես անել, որ եւ ֆիլմը չաշխատեց։ Որտեւ ինքը այնքան էլ մաչելի ֆիլմ չի, պատմում ինչ որ տրաժիկ մի բան, բայց չգիտեմ, չաշխատեց ֆիլմը, ստեղ աշխատեց, բայց Ֆրանսիայում չաշխատեց։ Ուզում ասել, որ այդքան հեշտ չի բարձվում է, ոչ միայն գենոցիդի թեմայի մասին է խոսքը, այլ ընդհանուր առմամբ, թե ինչ է նշանակում հայ լինելը, ինչի է ենթարկվում հայի մշակույթը, ինչ հավատքի դերենք եւ այլն բան, այդքան հեշտ չի։ Սփյուռքում մի ֆիլմ մի քիչ աշխատեց, դա Արամն էր Քեշիշյանի, որովհետեւ այդ Ազալայի ժամանակաշրջանում էր եւ ինտրիգը բան էր, շատ բարձորեն էր դրված, թե ինչ ձևով մի երիտասարդ հայ կարողանում է անցնել այստեղից այնտեղ գալ Ֆրանսիա եւ այլն։ Հետո ասեմ անեկդոտի համար, որ ես պայքարեցի թուրքի դերը խաղալու, որովհետեւ Քեշիշյանը չէր պատկերացնում, որ մի հայ ցանկանա թուրքի դեր խաղալ։ Ես ասեցի, չհայոյեցի իրեն, բայց ասեցի, ես կաստինգ եմ անցկացնելու, դու չես որոշողը։ Որոշողը քո պրոդյուսերներն են։ Գնացի կաստինգ անցկաց, որտեվ ինձ ադվոկատի դերն էր տվել։ Ասի, չէ, ես այդ դերն եմ խաղալու, Չարի։ Որտեվ ասի, եթե ուզում ես, որ ֆիլմը ստացված լինի, պիտի Չարի դերը իսկապես ստացված լինի, դա Իչկոկն է ասում, ոչ թե ես։ Արեցի, ցույց էին տվել, որ պրոդյուսերն ասել են, բայց Սերժ Ավետիքյանը չի սա,
Հա, որը հրաշալի իսկապես է դերն է, բան զանգում ասում։ Այդ մի քիչ աշխատեց, ոչ շատ, բայց մի քիչ։ Ու ասել որ հայկական կինոն Թելինի Հայաստանում, Թելինի Սփյուռքում շատ մեծ դժվարությունների դիմաց է կանգնած եւ իր հետաքրքրություն տվող սյուժետների հետ կապված եւ ոճային եւ դիստրիբուցիայի հարցում, թե համայնքն է փրկելու զալեր գնալ նայելու, թե նորմալ մի հանդիսատես, որ ուզում է գնալ ինչ-որ սյուժետ, ինչ-որ բան սովորել։ Բայց ելի եմ կրկնում, այն պաթոլոգիկ վիճակը, որի մեջ արդեն 3-4 սերունդն է աշխատում, որ պետք է ապացուցես, որ ինչ-որ պատմում ես ճիշտ է, հետո պատմես, լրիվ սխալ է, դա շակում է, պետք է աշխատել։ Դա պատմական թեմաները դնենք մի կողմ։ Դրամա չենք նկարում, թրիլեր չենք նկարում, դետեկտիվ չենք նկարում, չգիտեմ էլ ինչ չենք նկարում, սարսափ չենք նկարում, ոչ մի չենք նկարում։ Մենք նկարում ենք միայն կոմեդիաներ, որոնք 3 օր հետո մոռացվում են։ Հա, բարձ է։ Բաբա ինչու։ Բարձ է։ Ես նորից եմ կրկնում մի բան։ Եթե ներսին շուկայի համար է արվում մի ֆիլմ, ինքը չի կարող իրեն արդարացնել։ Եթե կոպրոդուկցիա ունես ֆրանսացու հետ, անգլիացու հետ կամ այդտեղ դու արդեն ուրիշ հայացքի հետ ես սկսում աշխատել եւ ուրիշ պարտականություններ ունես, որ այդ ֆիլմը պետք է աշխատի այնտեղ, ոչ թե միայն այստեղ։ Եվ առաջին անգամ այնտեղ, հետո այստեղ երևի եւ այլն։ Սա կարող է լինել ճանապարհներից մեկը, որ պետք է իմիջիայլոց ասեմ, բոլոր ակտիվ պրոդյուսերները այդ անում են հիմա Հայաստանում, բոլոր, բայց այդքան հեշտ չի, որովհետեւ կոպրոդյուսերը ասում է դու քո ֆոնդի միջոցով ինչքան գումար կարող ես բերել $200,000, $150,000 կամ ինչքան քո հեռուստատեսությունը առնում է ֆիլմը հետո պրոկատից ոչ որտեղ գումար չեն տալիս ֆիլմին բայց ուր կարող ես դու գումարներ վաստակել ինչպես կարող ես դինամիկա ստեղծել քո կողմից որպեսզի իմանանք ինչ բյուջետի վրա ենք աշխատում այս բոլոր խնդիրներն են որ չեն կարողանում լուծվել այսօր եւ կարծում եմ որ կինոֆոնդը որ կա այսօր իմ կարծիքով չի տալիս այն ճիշտ հարցերը, որոնց պետք է պատասխանել։ Այդ ճիշտ հարցերը հետեւյալներ, որոնք հենց որոնց մասին հիմա խոսում ենք, որ ինչպես անել, որ մի ֆիլմ լինի համամարտկային, մատչելի, աշխատել օտարների հետ, ինչու՞ չէ օտար լեզվով եւ հայերենով, երկլեզվանի եւ այլն եւ այլն։ Բարձրացումը որ այդքան հեշտ չի։ Բարձրացումը որ եթե չկա բոլոր էտապների կատարելագործում, սցենար գրել զարգացնել սցենարը ոչ միայն դերասանների կամ ռեժիսորի միջոցով, այլ իր հենց կոպրոդուկցիայի միջոցով, թե որտեղ ենք նկարում, ուր, ինչ։ Եվ այլն, ուզում ասել, որ կանգնած ենք շատ դժվար եւ ինչ որ արկելքներով լիքը ժամանակաշրջանի դիմաց կինոյի հետ կապված մի ոչ է որ միայն զարգանում է դա անիմացիան է ինչու որտեղ անիմացիան թույլատրում է լինել մատչելի հենց իր ոճով անմիջապես անիմացիա բոլորի համար եւ կարողանում է այնպիսի սյուժետների մոտենալ որոնք կարող են գրեհիկ բաներ ցույց տալ առանց վախի առանց հանդիսատեսին կոտրելու այդպես կարելի է ասել փաստեր կան որ մի քանի ֆիլմեր անիմացիա եւ դոկումենտալ ֆիլմերը հենց գեղարվեստական ֆիլմերն են որ չեն կարողանում սահման մասնել դոկումենտալ ֆիլմեր կան եւ հասնում են տեղ որովհետեւ սյուժետները ոնց ասենք արտե կանալը երկու դոկումենտալ ֆիլմեր է առել այս վերջերս ցուցադրեցին ուշ են ցույց տալիս իհարկե 10-20 կես գիշերը բայց կարող ես նայել անուղակի ձևով եւս մեկը երիտասարդ տղայի Ղարաբաղի պատմությունն է որ լքում են գյուղը գալիս են բանը լավ է ես նայեցի ված չի մի քիչ երկար է բանը բայց կա ինչ որ կերպարն է ճիշտ ընտանիքն է ճիշտ ինչ որ բան կարող ես գալ ոչ թե իբրև հայ հասկանալ թե ինչ վիճակում է այդ գաղթականությունը եւ ինչու համար եւ որտեղից դուրս եկավ դա հին պատմություններ մեկ էլ նորից դարձավ ինչ որ տրագիկ process թե պետք է ամեն ինչ լքել ու վերանալ մյուսը Տամարա Ստեփանյանի ֆիլմն է բանի իմ ուրվականները ինքը օգտագործում է 60-ական թվականների ֆիլմերը մենք ենք մեր սարերի Ռանկյունին, Ահապետ եւ այլն բան իր հոր սերնդի
ժամանակվա նկարված բան, խոսելով իր հոր մասին, իր ուրվականները, որոնք այդ ֆիլմերից են գալիս, դա իհարկե ինձ վրա ազդում էր այդ ֆիլմը, որ այդ բոլոր կինոն է, որ ես իբրև երիտասարդ նայել եմ, սիրել եմ եւ այլն, բայց չգիտեմ, ֆրանսիացիների հետ դեռ չեմ խոսել։ Թե այդ ֆիլմը խոսում է իրենց համար, թե ոչ, որտեվ հայերեն լեզվով է խոսում, ինքն էլ է հայերեն, իր ձայնն էլ է հայերեն եւ սուբտիտրներով է։ Դե ֆրանսիացիները իրենք իրենց ուրվականներն ունեն, Նապոլեոն Բոնապարտ, չգիտեմ, Շարլ դե Գոլ։ Հիմա տեսեք, կինոից մենք խոսեցինք, ես ինչու կինոյով սկսեցի այս խոսակցությունը, որովհետեւ դուք ձեր աշխատանքային գործունեությունը հաշվի առնելով, այսպես դուք հիմնականում Ֆրանսիայում եք լինում եւ էլի խորթային, քանի որ հին մարդիկ ենք, դուք բնականաբար շատ ավելի քան ես, այստեղ ու այնտեղի համեմատությունները կարող եք տանել։ Տեսեք, մենք ունենք երկու շատ ծայրահեղ գնահատական։ Դրանցից առաջինը հայերը չեն գնահատում սեփական մշակույթը, որպեսզի տեսնեք ինչպեսին է սեփական մշակույթի նկատմամբ վերաբերմունքը, տեսեք այ ֆրանսիացիները ինչպես են վերաբերում, իտալացիները ինչպես են վերաբերում եւ այլն եւ այլն։ Դա բնականաբար ծայրահեղացում է, որովհետեւ մենք այդպես վատ չենք վերաբերում մշակույթին։ Եվ դրա հակառակը, որ այնպես ինչպես մենք ենք փայփայում, սիրում մեր մշակույթը, աշխարհում այլևս որևէ մեկը չի կարողանում, բայց այստեղ մի խնդիր է առաջանում, պարոն Ավետիքյան։ Մենք որքան էլ որ գնահատում ենք մեր մշակույթը, մենք վերջին շրջանում դադարել ենք այնտեղից սնվել։ Ինչու է այդպես տեղի ունենում։ Որտեղ մենք ունենք ես պնդում եմ, որ մեր մշակույթը շատ ավելի հարուստ է, քան ֆրանսիական։ Պնդում եմ։ Բայց իրենք իրենցից քաղում են, մենք դադարել ենք, ինչու։ Գիտեք ինչ, ընդհանուր մշակույթի հարցը ինձ համար մի քիչ տարբեր է, որովհետև ինձ մոտ երկկողմանի մտածելակերպ կա, միշտ ֆրանսերենից անցնել հայերեն, հայերենից ֆրանսերեն, մեկ-մեկ էլ ռուսերեն էլ, որովհետև այն երեք լեզուներն են, որ իսկապես խոսում եմ եւ կարողանում եմ արտահայտվել։ Այդ երեք լեզուն, անգլերենը ավելի վատ եւ այլն։ Մշակույթ նշանակում է զգացմունք ունենալ, իմ կարծիքով, ասենք վերցնենք պոեզիան։ Մենք ունենք հիանալի, գենիալնիե բառոսկի պոետներ, մինչ այսօր, բայց երեք չառաջ օրը ավելի շատ անունները գիտենք։ Ես վերջերս ժամանակ ունեի, որտեվ ապակինվում էի օպերացիայից հետո, չգիտեմ ինչու, մտա մի քանի սայթեր Facebook-ի վրա ու տեսա, որ Facebook-ում կան հայկական պոեզիայի սայթեր, որոնք այդ պոեմներն են։ Ես իրենց արտագրեցի ու սկսեցի թարգմանել ֆրանսերեն։ Ու հասկացա, որ ֆրանսերենն էլ է աշխատում։ Ֆրանսերեն լեզուն էլ է աշխատում Համոսայանի կամ սրա նրա Սիլվա Կապուտիկյանի եւ այլն։ Ասեցի ուրեմն պոեզիան համամարտկային եւ միջազգային արվեստ է։ Գրականություն չի, գրականությունից մի քիչ տարբեր է, որտեղ ունի ռիսկ բառեր օգտագործելու մեջ, բայց այդ ռիսկը կարելի է ուրիշ լեզվով էլ արտահայտել։ Պարզվում է, որ այո, մի հերք այդքան հեշտ չի, պետք է գտնել ձևը եւ այլն։ Իմ կարծիքով կարելի է լիովին լինել քո մշակույթի արմատների մեջ, քո հենց լեզվի մեջ էլ, եւ հենց այդտեղից քաղել այն ինչ որ քո զգացմունքով դու կարող ես փոխանցել մասսայական ձևով։ Կինոն այդ առավելությունը ունի եւ կարող է անել, որովհետեւ ինքը ձայն է, պատկեր է, օբյեկտ է, դեկոր է եւ այլն, եւ շարժում է եւ վերաստեղծում է ժամանակ, իր ժամանակը։ Մի ֆիլմ տևում է մի ժամ ու կես կամ 2 ժամ, բայց ինքը մի ժամ ու կես 2 ժամվա պատմություն չի պատմում, մեկ-մեկ պատմում 100 տարվա պատմություն, մեկ-մեկ մի տարվա, մի քանի ամսվա եւ այլն։ Նշանակում է, որ կինոարվեստը ունի այդ առավելությունը, որ գրականությունն էլ ունի, բայց շատ տարբեր ձևով, բայց որ ասենք թատրոնը չի կարող այնքան ունենալ։ Թատրոնը ներկայի վրա է հիմնված։ Երևի հենց դա է իմ կարծիքով ընդհանուր մշակույթի մոտեցման դժվարությունների հետ կապված, այն ինչ որ կինոյի մասին էինք ասում, բայց մնացածը այսօր տպագրվում են երկլեզվանի գրքեր, լիքը,
հայերեն, ֆրանսերեն նամանավանդ իմ ընկերների միջոցով եւ այլ դա շատ մեծ առավելություն ունի ոչ միայն ֆրանսիա հայերի համար, այլ իմ ընկերների համար ֆրանսիացիներ, որոնց ես նվիրում եմ այդ գիրքը։ Իրանք հայերեն նայում են, չգիտեն, բայց կարդում են դիմացը ֆրանսերեն։ Ասում են հələ պոեզիա կա Հայաստանում։ Ասում եմ հա, Ֆրանսիայում չկա։ Պոետ չկա այսօր Ֆրանսիայում։ Պոեզիան վերացել է։ Ռեփ կա։ Դա ռեփնա, որոնց մեջ կան։ Վերջին պոետներն էլ դառել են նկարիչներ, չէ։ Այսպիսի տարբերություններ կան։ Ես ուզում եմ ոչ թե ուզում եմ, այլ համեմատում եմ մոտավորապես թե մշակույթ ասացվածքը ինչ է նշանակում այս երկրում, այն երկրում իր առավելություններն ու իր պակասությունները։ Իմ կարծիքով, եթե մենք Սփյուռքի ժողովուրդ ենք վերջապես երևի դառնալու, այդպես եմ ես մտածում, ասում եմ կա ներքին Սփյուռքը եւ կա դրսի Սփյուռք։ Իմ վրա ծիծաղում են, երբ որ ասում եմ ներքին Սփյուռքը Հայաստանում է ապրում։ Դրսի Սփյուռքը ապրում է արտասահմանում։ Ասում եմ, բայց ինչի ես տենց ասում։ Ասում եմ, որովհետեւ մեր մշակույթը հենց Հայաստանի տերիտորիայում չի պաշտպանվում։ Ոնց որ դες Սփյուռքում լինես, պետք է ապացուցես, որ դու ունես մշակույթ, այլ դու հողի վրա ես, քո մշակույթի մեջ ես, քո ոնց ասեմ, քո հոգու մեջ ես, բայց ոնց որ դու իրան չես հավատում, ոնց որ դու իրան չես օգտագործում իսկապես։ Սա է իմ զգացմունքը այսօր։ Երիտասարդներին տեսնում եմ, բայց երբ որ լեզվանի ես դարձնում ինչ-որ բան, այդտեղ արտահայտվում է, թե դու որտեղից ես եւ ինչ լեզվով ես խոսում ուրիշ բան ասելու համար։ Իհարկե Սփյուռք բառը կարելի է թողնել կողմ, հարցը նրա մեջ է, թե մենք կարող ենք բազմապատկվել, այնպիսի ազգենք, որ սփռված ենք եւ սփռված լինելով բազմապատկվենք մեր հայացքով, մեր ասելիքներով, վերջապես մարդիկ, խելացի մարդիկ կան հայերի մեջ, կան ոչ մի նոր տեխնոլոգիաների գատնագետ հասած մարդիկ եւ այլն, ասել ապուշ չենք, փողոցում գծված ժողովուրդ չենք, ունենք պոտենցիալ, բայց այդ պոտենցիալը չի օգտագործվում այսօր ճիշտ ձևով։ Իմ հայացքը ընդհանուր մշակույթի հանդեպ սա է։ Թատրոնը, տեսեք, որ ավելի էժան է, կարողանալու է, որտեղ գնում է սուբտիտրերով հայերեն Ֆրանսիայում խաղում են երիտասարդները, որոնք անցել են մեր այս պրոյեկտից, արդեն 2 կոմպանիա են արել, մոնտաժներ են անում ֆրանսերեն լեզվով, գնում են Իսպանիա խաղալու, Շվեյցարիա խաղալու։ Կարողանում են ինչ-որ բան բացվում է, որովհետև եկել են ստաժի Ֆրանսիայում, շփվել են իրենց տարիքի արտիստների հետ, որ տեսել են, որ իրանք կարող է ավելի շատ տաղանդ ունեն, քան թե ֆրանսիացին իր դիմաց կանգնած, որը ապշած նայում է թե հայը ինչեր էր ասում ֆրանսերեն, մեկ էլ անցնում է հայերենի, մեկ էլ հետ է գալիս եւ այլն։ Ուզում ասել, որ հիմքն է պետք ամրապնդել, եթե կինոյի մասին է խոսքը, եւ լրջորեն այն որ ասում եք անտենայից դուրս, որ արկիլել մի 5-6 տարի կինո չնկարել եւ միայն սովորել, հետո ասել հիմա գիտենք որոշ բան անում ենք, այնքան վատ պրոյեկտ չի, մեկա տևելու է։ Մեկա տևելու է այդքան։ Չէ, ինձ լսողներ չկան ուղղակի այս թեմայով, որտեղ ինձ ասում են դու դիլետանտ ես, դու տենց բաներ մի ասա։ Հիմա տեսեք, մշակույթի նկատմամբ ընդհանրապես վերաբերմունքը հասարակության ինքը նախ բնորոշում է հասարակությանը որպես այդպեսին եւ երկրորդը ինքը դարձնում է հասարակությանը ինչ որ մի բան, սուբստանս, հա, որը կամ լավն է կամ այնքան էլ լավը չի։ Հիմա ես օրինակ կարծում եմ, որ հայաստանյան հասարակությունը ինքը լավ սուբստանս է, բայց այդ մուտքի հատվածը մի քիչ խցանվել է։ Մի քիչ խցանվել է, որտեղից որ պիտի մտնի այդ սափորի մեջ ու այդ սափորը լիանա, հա, հասարակությունը այդ սափորն է։ Ինչ պետք է անել, որպեսզի այդ խցանը դուրս գա։ Գիտեք, ես իմ կարծիքն եմ ասում, սա միայն սուբյեկտիվ իհարկե մոտեցում է։ Ես կարծում եմ, որ այն հետևանքները, որոնք թողել են մեր պատմությունը, դա բան չի, ասեմ, միակ ձևը չի, որ ազդում է, բայց կա այդ հետևանքների մեջ, ասեմ, որ ճիշտ լինի,
կարծես թե ամեն մարդ ուզում է ապացուցել, որ ինքը հասկացել է որևէ բան։ Ամեն մարդ ուզում է ասել, որ ինքը վերջապես հասկացավ, թե ինքը ով է կամ իր ազգը ով է, թե ինչպես պետք է անել։ Բայց առանց խոսելու մյուսի հետ, առանց դիալոգելու, առանց դեբատի մեջ մտնելու, որ ես սա եմ մտածում, իմ սուբյեկտիվն է, դու ինչ ես մտածում։ Ասա, բայց առանց կռվելու։ Կռիվ չկա, փոխանակում ենք մեր մտածելակերպը։ Ինձ էսպես են դաստիարակել, ես սա եմ կարդացել, ես այս լեզուն եմ խոսում, հասկացել եմ սա։ Ինչքան լեզու գիտես, ընկանել մարդես, ինձ մի եզդի է ասել, պանիր ծախող 12-րդ համար ավտոբուսում, երբ որ գնում էի ֆրանսերեն սովորելու կայարանի դպրոցում։ Ինչու է ինձ ասել դա, որտեվ տեսել է, որ այսքան պայսակ ունեմ, լիք գրքերով, ու ես 8 տարեկան եմ ու կախված եմ ավտոբուսից, որտեվ տեղ չկա, ինքն էլ գնում է պանիր ծախելու ու հանդիպում ենք ամեն անգամ աչափնյակից։ Այդ օրը ես հասկացա, որ այսպիսի բեղերով մի մարդ, որին ասում են եզդի է, որ գնում է պանիր ծախելու, ինձ ճիշտ բան սովորացրեց։ Ասեց լավ ես անում։ Ինչքան էլ դժվար է, ինչքան էլ պայսակը լիքն է, ինչքան էլ բանս լավ ես անում, որ լեզու ես սովորում։ Ու այդ ասացվածքը ասաց։ Ուզում ասել, որ ես այդ մարդուց սովորեցի ինչ-որ բան, որը կարողացա օգտագործել։ Ես կարծում եմ, որ մեր մեջ մի քիչ պակասում է իսկապես հանդուրժել դեբատը։ Դեմոկրատիայի մասին չի խոսքը եւ այլն, քաղաքականության մասին չի խոսքը։ Մշակույթի չասել ես կապացուցեմ, պետք է ապացուցեմ, որ ես հասկացել եմ, որ գիտեմ։ Տեսեք, ասեմ մի բան։ Երեխեքին երբ որ թատրոնի վրա ենք աշխատում, ես տեսնում եմ իրանք ինչպես անգիտակցաբար ցույց են տալիս, որ իրանք հասկացել են կերպարին եւ այդ կերպարին կարողանում են բան անել, կյանք տալ հանդիսատեսի համար։ Իսկ ես ինձ ասում եմ, իհարկե դու հասկացել ես, բայց դու ինչի՞ ես դա ուզում ցույց տալ, որ դու հասկացել։ Դու եղի, դու ներկան եղի, այդ կերպարը եղի, հենց հիմա այդպես առանց հարց տալու, որ առանց ապացուցելու։ Եվ սա մտածելակերպի մեջ էլ է մի քիչ այդպես, որ երբ որ խոսում եմ մարդկանց հետ, զգում եմ, որքան ամեն մարդ ուզում է ապացուցել, որ ինքը գիտի ինչ անում եւ ինչու համար է անելու։ Բայց պարզվում է, որ ոչ, հիմք չկա իր ասացի մեջ, փորձ չկա, խելոք մոտեցում չկա, կա միայն ֆրանսերեն ասում են la certitude, որ գիտես, որ սա, դու գիտես, որ սա ճիշտ է, բայց չէ, չգիտես։ Պետք է փորձես, որ իմանաս, պետք է փորձ ունենաս, որ իմանաս, թե ճիշտ է թվում։ Կարող է ճիշտ է այսօր, վաղը ճիշտ չի։ Դրա համար այդ սուբյեկտիվության փոխանցումը կարծես թե չի ստացվում։ Ամեն մի մարդ իր ինքնուրույնություն ունի, իր մտածելակերպն է։ Դա լավ բան է, ինչու՞ չէ, բայց եթե առանց փոխանցելու է, լավ չի։ Որտեղ մնում է ամեն մարդ մնում է փակ իր, կարծում եմ այդ խցանումը, որի մասին խոսում եք, որ չի մտնում, մի քիչ դա է իմ կարծիքով։ Դա ինչից է գալիս, ասես, որտեվ տեսեք, ես գիտեմ հրաշալի մասնագետների, որոնք իրենք մանկավարժ չեն, դա էլ է խնդիրը, ինքը ուզում է փոխանցել, բայց ինքը մանկավարժ չունի, ներքուստ, այդ ներքին փոխանցման այդ մեխանիզմը իր մոտ չի աշխատում։ Եվ գիտեմ մանկավարժների, որոնք մասնագետ չեն։ Եվ դաշտ մտցնում են այն մարդկանց, որոնց իրենք սովորեցրել են այն, ինչ իրենք չգիտեն։ Ով այդ հավնացույց թե ձունը հավից պատմությունն է դառնում։ Ինչ պիտի արվի, որ այդ կախարդական շղթան ինչ-որտեղ բացվի։ Նորից եմ, ես ինձ կրկնում եմ, կարծում եմ, որ եթե տեղ է տրվում, այնպիսի մարդկանց, թերին են Սփյուռքից, թերին են, չգիտեմ որտեղից, որոնք ունեն ասելիք, ունեն փորձ եւ հայրենասերեն մշակույթի միջոցով, այլ ոչ թե քաղաքականության եւ ցանկություն ունեն գալ այստեղ աշխատել եւ փոխանցել իրենց լեզվով, պետք է հնարավորություն տալ, որպեսզի կարողանան անել։ Իսկ հնարավորություն տվող չկա։ Այսօրվա պետության կազմակերպչական բանում չկա հնարավորություն տվող։ Չեն հրավիրում մարդկանց։ Կամ էլ գալիս են ինչ որ
մի օր դասավանդելու գնում են անունով մարդ է ինստիտուտ է գալիս բայց ոչ թե ոնց որ ես եմ անում ես անում եմ բայց մեր ուժերով եմ անում ոչ թե պետության կողմից օգնություն չկա լավ է որ ֆրանկոֆոնիայի հարցը կա լավ է որ կա ստեղից գումար Ազնավուրի ֆոնդացիայից գումար եւ այլն անվճար ֆրանսերենի դասեր երեխեքի համար 3 ամիս 4 ամիս որպեսզի բազա ունենան եւ որ մեկնում են Երևան առաջին անգամ իրանց կյանքում ֆրանսիացի ռեժիսոր կամ բեմադրիչ կամ դերասան իրենք են հայտնա ես ասում եմ դուք գնում եք այնպիսի միտեղ որտեղ հայտնաբերելու եք այն ինչ որ չգիտեք բայց սովորեցնելու եք այն ինչ որ մյուսները չգիտեն դա լինելու ձեր կապն ու ձեր փոխանակումը ֆրանսերեն լեզվով ասում եմ իրենք ֆրանսերեն չեն խոսում բայց հասկանում են սկսում են հասկանալ իսկ դուք հայերեն չեք խոսում դրա համար ես անվանել եմ երկլեզվանի ես բան կարծում եմ որ այսպիսի պետք է ընդլայնել իմ կարծիքով ուսումնական process-ը փոխանցումը ընդլայնել հնարավորին չափ որպեսզի մեր երիտասարդները հասկանան ամեն մարդ իր միջոցով իր զգացմունքով իր չափանիշներով հասկանա թե ինչպես ինքը կարող է բացվել ուրիշ մշակույթների կարողանալ փոխանցել ինքը եւս Շնորհակալություն զրույցի համար հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ դերասան Սերժ Ավետիքյանը ես Լևոն Սարդարյանն եմ կհանդիպենք արդեն երկուշաբթի օրը նույն ժամին նույն վայրում հաջողություն եւ համբերություն բոլորիս